Շնորհակալ եմ, պարոն Վարդազարյան, եւ սա նույնպես կարծում եմ շատ կարևոր նախաձեռնություն է, որը խոսում է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է նոր տեսակի ներդրումային ծրագրեր։ Ինչ է իրենից ենթադրում այս ծրագրերը։ Մրցութային ընթացակարգով Երևանի քաղաքապետարանը անելու է մրցույթի տարբեր ծրագրեր։ Եվ այս ծրագրերին մասնակցության համար կառուցապատողները հիմնականում պետք է իրականացնեն մի քանի կարևոր գործառույթ։ Առաջին գործառույթը իհարկե տարածքների օտարումն է, որտեղ որ մեր Երևան քաղաքի ծրագրերի մեր ծիգը այդտեղ վստահաբար կաջակցի, կօգնի եւ խարխուլ ֆոնդը, բնակավայրերի խարխուլ ֆոնդը մենք կփոխարինենք արդեն նոր շենքերով, սեյսմակայուն եւ նաեւ քաղաքաշինության տրամաբանության մեջ ընկնող։ Երկրորդ խնդիրը, որ Երևանի քաղաքապետարանը լուծում է այս ծրագրերով, կանաչ ֆոնդի ավելացումն է, ինչպես պարոն Վարդազարյանը նշեց, օրինակ կան տարածքներ, որտեղ որ մենք մեծ տարածքի վրա թույլ ենք տալիս կետային ընդամենը մի քանի բարձրահարկ շենք եւ մնացյալ ամբողջ հատվածը ենթադրվում է, մեծ հատված ենթադրվում է, որ պետք է համալրվի կանաչ ֆոնդով։ Այսինքն բոլոր այս ծրագրերը իրենք ինչ որ մի փուլային տրամաբանությամբ դրվելու են մրցույթի եւ մենք պարբերաբար անդրադառնալու ենք դրանց, շատ կարեւոր է նաեւ ներդրումային տեսանկյունից իհարկե ծրագրերը, որ հետաքրքիր լինեն, մասնակցությունը արդեն կառուցապատողների, եթե շատ եղավ, մենք կարծում եմ մրցակցային առումով կստանանք արդեն լավագույն առաջարկները։ Երևանի քաղաքապետարանի համար ամենակարևոր գործոնները այս ծրագրերում այն են, որ առաջին հերթին կառուցապատողը ունենա փորձ Երևան քաղաքում այս տեսակ ծրագրեր իրականացնելու, երկրորդ հերթին ունենա բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանա սկզբում նաև քաղաքացիների խնդիրներ լուծելու ըստ օրենքի պահանջի, որովհետև դա այտենց կապիտալի տեսանկյունից բավականին սկզբի համար մեծ գումար է ենթադրելու եւ երրորդը իհարկե նաեւ ունենա մեծ փորձ կառուցապատման ոլորտում, որպեսզի կարողանա իրականացնել այն ծրագրերը, որոնք որ նախանշվում են Երևանի քաղաքապետարանի կողմից։ Սա այն դեպքերն են, երբ որ Երևան քաղաքը մի փոքր ավելի փոխում է տրամաբանությունը եւ կարելի ասել նախաձեռնությունները ավելի շատ գալիս են ճարտարապետական համայնքից եւ ոչ թե կառուցապատողներից։ Մասնավորապես ճարտարապետական համայնքը, ասում է քաղաքաշինության տեսանկյունից, քաղաքաշինական տեսանկյունից SSSS ծրագրերը տրամաբանական են, կարեւոր են, որոշակի խարխուլ բնակելի ֆոնդավերանում եւ այստեղ նաեւ քաղաքաշինական առումով մեզ համար շատ տրամաբանական է, որ այստեղ լինի այս շենքը, այստեղ լինի այն շենքը։ Այլ չի գալիս այն տրամաբանությունից, որ ես կառուցապատող եմ, գնել եմ հող, խնդրում եմ ինձ առավելագույն հարկայնությունը տվեք եւ կարծում եմ սա լավ տրամաբանություն է, մրցութային կարգով ես հուսով եմ, որ կարողանալու են կազմակերպել, պարոն Վարդազարյան, պիլոտ ենք անում, ճիշտ է, առաջին անգամ ենք իրականացնում, բայց կարծում եմ նաեւ հաշվի առնելով օրինակ նույն կասկադի փորձը, մենք արդեն որոշ բաներ հասկանում ենք եւ նաեւ հասկանում ենք, որ ներդրումային հետաքրքրությունը կա շուկայում։